Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախության Չէ, հռչակագիրը։ ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ։ Իսկ ինչ է ասվել այդ Ինչի մասին է մասով, խոսքը։ լինելու է, չի լինելու, հենց այդպես է լինելու։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Վերջնական տեքստ չեն Ես ունենում։ ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում։ Սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եմ որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կային հանգամանքով որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը նախ եկեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ խորհուրդը բոլորովին այլ մարմին է որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը այսպես ասեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Դուք ասացիք ներածության մեջ է հրապարակային դարձնելու իրավական արգելանք գոյություն ունի։ Ինչու մինչև հիմա հրապարակային չեն քննարկումները։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են, ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնենք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ մի ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Այդքանը, քանի որ վարչապետը մի քանի առիթով արդեն ասել է, որ կառավարության դիրքորոշումը ըստ էության պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ հայտարարվում է իր շուրթերով։ Սա արդյոք արդեն բավարար է պնդելու համար, որ դուք գնալու եք հենց այդ ուղղությամբ։ Կառավարության որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, բայց կա քաղաքականություն, տեսեք, կա քաղաքականություն, որի սպասարկմանը միտված է ամբողջ կառավարության ներուժը։ Կա խաղաղության օրակարգ, որը սպասարկում է ամբողջ կառավարությունը։ Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը իրավական կարգավորումների համատեքստում եւ նաեւ առաջնորդը այդ նույն համատեքստում եւ ուրեմն կարող եք եզրահանգել որ այն ինչ ասվում է վարչապետի կողմից մշտապես քննարկվում է կառավարության կողմից եւ քննարկվում է շատ մանրամասն ես կրկնում եմ մենք բոլորս իրականացնում ենք մի քաղաքականություն մենք տարբեր մարդիկ ենք, որոնք եկել են, զբաղեցրել են պաշտոն եւ սպասարկում են քաղաքական ուղղություն։ Սա նշանակում է նաեւ միտված հռչակագիրը հանելը եւ դուք սա նշանակում է նշանակում է որ հանվելու է։ Ինչու դա ուղիղ չի հայտարարվում արդեն։ Ես պարզ չեմ խոսում։ Մենք հրապարակելու ենք տեքստը հրապարակելիս
ակնհայտ կլինի, ինչ դրույթներ են տեքստում շարունակելու մնալ եւ որոնք չեն լինելու այլևս տեքստում։ Անկախության հռչակագիրը դեռ կա։ Այս պահին դեռ կա։ Այս պահին սիրելիներ, նախագիծը օրենսդրական երբ է հասանելի դառնում հանրությանը, երբ որ օրինակ տեղադրվում է e-draft հրապարակային քննարկումների կայքում, չէ՞, մինչև e-draft-ում տեղադրվելը, այդ նախագիծը բազմաթիվ քննարկումների շղթաներով է անցնում, եւ ես հասկանում եմ զգայունությունը հարցի, սահմանադրության մասին ենք խոսում, բայց այլ իրավական ակտերի մասով ամենայն հարգանքով դուք չեք իմանում, չէ՞, նախորդիվ մինչև հրապարակվելը ինչ է քննարկվել։ Ես ձեզ ասում եմ, խնդրում եմ, Սահմանադրությունը եւս իրավական ակտ է, սպասեք, բոլոր օրենքները նորմատիվային, բոլորին վերաբերող են։ Բայց խնդրում եմ սպասեք, երբ որ հրապարակվի, ես ձեր բոլոր հարցերին պատասխանեմ։ Դա ձգվի միջև օրինակ, չգիտեմ, շատ կարճ ժամկետում մենք ամեն ինչ անում ենք, տեսեք, մենք ամեն ինչ անում ենք ու շատ ինտենսիվ ենք աշխատում, որպեսզի հրապարակումներ լինի օր առաջ։ Մինչև ընտրություններ կլինեն հրապարակումները, թե կընտրվեք հետո։ Ես կարծում եմ, որ կհրապարակվի սահմանադրության տեքստը մինչև ընտրություն։ Ներկայացնեք արդեն հռչակագրի հետ կապված ձեր դիրքորոշում, այսինքն տեքստը ինչպես պետք է ունենա, հռչակագրի մասը հանել թե չհանել, ամեն դեպքում հաստատելու է խորհուրդը, ես ճիշտ եմ։ Խորհուրդը իր կարծիքն է հայտնելու, ինչպես իր կարծիքը շատերը, դա ինչ որ ազդեցություն կունենա, ընթացակարգն եմ ուզում ասել։ Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Խորհրդի քվեարկությամբ չի Խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ ես չեմ առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթին, բայց դա մի հարթակ է։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Կարող եք մի հատ ասել, հիմա ձեր աշխատանքային քննարկման ժամանակ ներածության մեջ դուրս է, չգիտեմ, անկախության հռչակագիրը հանված է թե ոչ։ Ես որևէ պարտականություն չունեմ ասելու, թե ներքին, չէ, ձեզ այս պահին չունեմ պարտականություն ասելու, թե ներքին աշխատանքային քննարկումներում ինչ է քննարկվում, բայց ունենք պարտականություն լինելու բաց այն պահից սկսած, երբ որ տեքստը կլինի պատրաստ։ Մենք պետք է սեղանին դնենք, չէ՞, ինչ որ նյութ խորը կքննարկվի։ Մարտին պատրաստ է, ամեն ինչ պատկերացումներ կան ձեր քննարկումների ընթացքում։ Ինչ հանրաքվեի ժամկետի մասին, չէ, դա էլ չենք քննարկել։ Եվ տիկին նախարար, հռչակագրում նաև Արցախի հետ կապված դրվագ կա, որ ըստ էության հանում եք, որ ադրբեջանցի Ալիևը հանգիստ լինեն, որ էսպայի իշխանությունը միավորման հարց առաջ չի տան։ Իսկ ցեղասպանության հետ կապված միջազգային հետևողականորեն պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը միջազգային ճանաչման գործընթացում։ Դա ինչպես է լրացվելու, դա էլ է ջնջվում։ Անկախության հռչակագիրը ջնջել հնարավոր է։ Սահմանադրությունում չի լինելու։ Առհասարակ անկախության հռչակագիրը ինքնին ինչ է հանդիսանում։ Իշխանությունից ինչ իմանանք, ինչ է սպասել։ Անկախության հռչակագիրը դուք գուցե չգիտեք, ես շատ լավ գիտեմ։ Եվ կարելի է սպասել միայն լավը։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ Զոյանի հետ հավաստող այստեղ ունեցողը հետ նավին հետ կապված բան չի անում։ Եկեք զուգահեռ խոսենք։ Ոչ։ Այլ հարցեր։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նախորդ հայտարարությունները, որ իր դիրքորոշումից տարբերվող է, ըստ էության դա էլ է արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ինքը ասում էր, որ այդ հռչակագիրը սադրիչ է եւ այլն։ Հնարավոր է, այսինքն տեսական կոնֆլիկտացիա է, այո, սպառնալիքներ է պարունակում։ Հնարավոր է իր դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում հայտնի իշխող ուժը։ Իսկ հնարավոր է սպասել եւ տեսնել տեքստը ինչպիսին է։ Մենք ունենք, տեսեք, մենք հետեւյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաեւ դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի
դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։ Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, կարծում եմ չէ, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարեւոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները։ Եթե իմաստ ունեն քննարկումները, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դա կոնֆլիկտածին է եւ այլն ու քանիցս հայտարարել է, որ չի կարող իմ դիրքորոշումից տարբեր դիրքորոշում ունենալ նույն կառավարությունում եւ այլն։ Եթե խոսքը հանրություն ով է որոշելու ունենալ կամ չունենալ սահմանադրություն։ Մեկը դուք եք որոշելու։ Ես ձեզ ասեմ, այո, մեկը դուք եք որոշելու, ես կարող եմ 1 ժամ տրամադրել եւ բացատրել ձեզ, թե ինչպես է գործում կառավարությունը սկզբունքային մակարդակում, բայց ցավոք սրտի այս պահին չունեմ այդ ժամանակը։ Ես մի բան ասեմ, որը շատ կարեւոր է եւ դա մշտապես եմ ասում։ Սահմանադրությունը որոշելու է ընդունել ժողովուրդը կամ չի որոշելու ընդունել ժողովուրդը եւ հետեւաբար ասել ինչ իմաստ ունեն քննարկումները եւ այլն շատ լավ ձեզ համար գուցեև չունեն իմաստ մեզ համար մշտապես ունեն իմաստ հանրության հետ բոլոր քննարկումները եւ մենք ամեն ինչ անելու ենք որ յուրաքանչյուր դրույթ որը կնախատեսվի սահմանադրությունում մանրամասն քննարկման առարկա դարձվի հնարավորինս լայն շրջանակի մեր քաղաքացիների նախարարներություն դիսկրեսիոն որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է եւ հետեւապես դրա լինելը սահմանադրությունում նույնպես կոնֆլիկտածին է։ Ես բազմիցս այս մասով դիրքորոշում եմ հայտնել եւ ասել եմ, որ ոչ միայն սահմանադրությունը, այլ նաեւ որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթներ անկախության հռչակագրի որ դրույթն է վտանգում Հայաստանի անկախությունը։ Մենք այդ մասին կքննարկենք, երբ տեքստը պատահի։ Իգի նախարարներողությունների մեկ հարցը ես տամ։ Մենք Ալիևի դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել։ Տիկին նախարարին մեկնաբանություն է մեր անկախությունների րոպեի հարց է կարելի հետո ելույթներ եք ունենում մենք հասկանում ցեղասպանության մասին դրույթը վտանգում է մեր անկախությունը, խաղաղությունը։ Ես արդեն ասացի իմ դիրքորոշումը։ Ներողություն, տիկին նախարարից Հայաստանի Հանրապետությունը համարում է Ադրբեջանի սահմանադրությունը նույն տրամաբանությամբ կոնֆլիկտածին, որովհետև Ադրբեջանն իրեն համարում է 1918 թվականի Մեր սահմանադրությունը կոնֆլիկտածին չենք համարել եւ այդ մասով նաեւ կա սահմանադրական դատարանի որոշումը։ Եւ եթե մենք վերջացրեք ձեր հարցը։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատել։ Շնորհակալություն հնարավորության համար։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի սահմանադրություն, Ադրբեջանը իրեն ընդհանրապես համարում է 18 թվականի իրավահաջորդը, հա, դուք եւ այդպիսով իր սահմանադրությամբ են նշված են իր պատմական տարածքները, որոնք են համարվում, այդ թվում նաեւ մեր ինքնիշխան տարածքներ։ Սա դուք կոնֆլիկտածին համարում եք թե ոչ, եւ Երևանը արդյոք նույն ջանասիրությամբ հետեւողական է, որ Ադրբեջանում էլ չլինեն կոնֆլիկտածին փաստաթղթեր, որպեսզի այս խաղաղությունը չվտանգվի։ Եկեք ինչ որ այլ օրինակով պատկերացնենք, եթե դուք մի երևույթի մեջ խնդիր չեք տեսնում եւ միջազգային բոլոր ատյաններով կամ լավ այլ օրինակ չեմ բերում, հենց նույն օրինակը, միջազգային բոլոր ատյաններով եւ ներպետական այդ թվում հայտարարում եք, որ սահմանադրության ձևակերպումները խնդրային չեն։ Եվ այդ մասին ասել է նաև մեր սահմանադրական դատարանը, որի մասին դուք լավ գիտեք։ Արդյոք կարող եք նմանատիպ ձևակերպումների հետ կապված այլ երկրների
սահմանադրությունը մարկա ձևակերպումների մասին է խոսքը, ասել, որ դրանք խնդրային են։ Եթե հակառակը չեմ հակասում, ուշադիր լսեք եւ կտեսնեք։ Իրավական ակտեր, որոնք պետք է կվտանգեն Ուշադիր։ Հիմա որ իրավական Մենք մշտապես դա իմ կարծիքն է, որ ես ասում եմ եւ մշտապես եմ ասել։ Եվ հիմա ասում եմ, եթե մեր պետությունը բոլոր հնարավոր կոմունիկացիաներով փորձում է տեղ հասցնել այն բացարձակ ճշմարտությունը, որի մասին խոսել է Սահմանադրական դատարանը, այն է, որ մեր նախաբանը չի պարունակում հավակնություններ տարածքային եւ այլն, եւ մենք այդ մոտեցմամբ ենք առաջ շարժվում, դա կարծում եմ մեզ ողջամտորեն հնարավորություն չի տալիս ասել, որ այլ երկրների սահմանադրությունները, որոնք նման բովանդակությամբ նորմեր են պարունակում, խնդրային են, եւ մենք նման խնդիր, դե գիտեք ինչ, եթե դուք դժգոհ եք արտաքին քաղաքականությունից, շատ լավ կարող եք հանրությանը հղել ձեր ուղերձներն առայն, թե ինչպես պետք է իրականացվի մեր արտաքին քաղաքականությունը։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանում եղած իրավական նորմը խնդրահարույց է, իսկ Ադրբեջանում եղածը վտանգավոր չէ։ Տրամաբանությունն է սրան հասկանում։ Ինչի մասին է խոսքը։ Ես արդեն այդ հարցին անդրադարձա եւ նորից չեմ պատասխանել։ Որ վտանգում են խաղաղությանը, որ ասում եք չպետք է ունենանք իրավական ակտեր, որոնք կարող են վտանգել։ Չպետք է ունենանք, կրկնում այդպիսի ակտեր։ Չպետք է ունենանք ակտեր, որոնք վտանգում են։ Արցախը վտանգում են հստակ։ Մեր ապագայի հետ կապված է խնդիրը, մենք ինչ հանձնառություն ունենք։ Տեսեք, ինչ ապագայի մեջ դուք չեք տեսնում։ Ես իհարկե տեսնում եմ, որ մենք մշտապես մեր դիվանագիտական, ոչ միայն դիվանագիտական, այլ նաև Սփյուռքի ներուժը ուղղել ենք այդ հարցի կարգավորմանը եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ կարող ենք դեռ խոսել եւ աշխատել, բայց մեր իրավական համակարգը եւ մեր իրավական համակարգը պետք է միտված լինի մեր պետության կայունացմանը, մեր Հայաստանի Հանրապետության եւ պետք է միտված լինի մեր քաղաքացիների շահերի սպասարկմանը։ Մի դեպքում ասում եք արտաքին քաղաքականությունը մեկ կենտրոնից պետք է վարվի։ Հիմա այս ցեղասպանության հարցով Սփյուռքն է, հա։ Ոչ, դուք ուշադիր չեք այն բաներին, ինչ ես եմ ասում։ Ասի տարի շարունակ խոսվել է այդ մասին։ Տարի շարունակ գիտենք ներկայում ինչպես է այդ հարցը առաջ տարվելու։ Ես խնդրում եմ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը ուղղել ոլորտի պատասխանատուներին եւ ոչ թե արդարադատության նախարարին։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը ցանկացած հարց նմանատիպ, հա, որը հանրության մոտ հարցեր առաջացնում խնդրառույց է, հղում է անում, ասում է ժողովուրդը մեծ մանդատ է տվել, բայց 2021 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիրը իրականացրել է քարոզարշավ եւ ժողովրդից քվե է խնդրել, այնտեղ չի եղել որևիցե կետ, որ պետք է սահմանադրությունը փոխվի, որ այնտեղ սահմանադրության մեջ արկա իրավական ակտերը եղել է, բացեք նայեք Սահմանադրական փոփոխությունների մասին է։ Ոչ, սահմանադրական փոփոխությունների մասին չէ, այնտեղ գրած է սահմանադրական բարեփոխումներ, նախ խնդրում եմ բացեք արժեքական նոր սահմանադրություն եւ դա կարող է ենթադրել նոր սահման Եթե դեմ եք կգնաք, դեմ կքվեարկեք, սիրելիս։ Ներողություն, մենք գիտենք ոնց են քվեախցիկում մեզ դրսևորելու։ Դուք ասեք ինչու եք խոստումներին հակառակ գործողություններ անում։ Դուք չեք ասել, որ անկախության հռչակագիր եք հանելու։ Նախ պատմաքաղաքական իրադարձությունները թույլ տվեք ձեզ հիշեցնել կամ չեմ հիշեցնի, որովհետև դուք երևի ինձնից լավ եք հիշում։ Երկրորդ, 2021 թվականին ժողովուրդը այո մանդատ է տվել այս իշխանությանը եւ արչեվում հիմա դուք ինձ անդադար ընդհատում եք եւ արչեվում ազատ ու արդար ընտրություններ են եւ քաղաքացիները ազատ են որոշելու այդ մանդատը կրկին տրամադրել կամ չտրամադրել կառավարությանը իշխող անդամակալի խոստումները հիշեցնելով ընդհատում եմ ձեզ տիկուններ չեմ ներում Տիկին նախարար եւ առանձնական ուրախ ավտոբուսի շրջագայություններին, որոնք ամեն կիրակի արդեն տեղ են ունենում, ինչ նպատակ է հետապնդում սա, ինչու է ներկուսակցական քարոզարշավի անվան տակ իրականացվում քարոզարշավ, այդ մեկ պետական միջոցների վատնում է այնուամենայնիվ տեղի ունենում եւ ինչ խնդիր ասել որ
վարչապետական միջոցների վատնում է տեղում։ Ունեք նման տվյալ, խնդրում եմ հաղորդումներ կայացրեք հանցագործության մասին։ 1, երկրորդ, ինչ է դա նշանակում, ձևաչափը, ֆորմատը հստակ ներկայացված է եւ հնարավորինս թափանցիկ տարբերակով ներկուսակցական քարոզարշավի մասին է խոսքը, որի շրջանակներում եւ միշտ պաշտոնատար անձինք ազատ են շփվել մեր սիրելի քաղաքացիների հետ։ Այդքան։ Վերջին հարցը, որովհետեւ Սահմանադրությունները ձեր կարծիքով ազատ ժողովրդի քվեով են հաստատվել։ Կարծեք որ ժողովուրդը ունեցել է այդ սահմանադրությունները։ Եթե դուք հիշում եք, նոր սահմանադրության ընդունման կամ սահմանադրական բարեփոխումների առհասարակ հիմքում դրված է եղել այն միտքը, որ նախորդ տարիներին ժողովուրդը չի ընտրել իրականում սահմանադրությունը։ Ինչու եք վստահ, որ այս անգամ Եվ որովհետև ի պատիվ այս իշխանության իրականում մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրությունների օրինակ։ Այսինքն մեր երկրում գոնե թե իմ տեսած միակ ընտրություններն էին, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տվել։ Եվ հետևաբար նույն սկզբունքով ու նույն տրամաբանությամբ ենք առաջնորդվելու, ստանձնելով պատասխանատվություն, անցկացնելու ազատ, արդար ընտրություններ։ Ռոբերտ Քոչարյանը չի հանգստանա միջև ԿՊ-ին չհեռացնի։ Անհանգիստ եք։ Դե ինքը չի հանգստանում, ես ինչու պետք է չկներեք։ Գայլան կներեք մեկ արտարոց դեպքի մասին, 3 գիշեր Ինչ ավարտենք։ Չէ, ամեն դեպքում սա կարևոր թեմա է, 3 գիշեր Արցախից տեղահանված բերման են ենթարկել 5 երեխա ունեցող մորը, որից 2-ն անչափահասներ, մենք էլ մանկահասակ։ Հա, բայց ամեն դեպքում իրեն տարել են բաժին Նիկոլ Փաշինյանի մասին գրված ստատուսի համար, սա արդյոք մտահոգիչ չի անչափահասների մորը տանել։ Եթե անչափահասների մայրը ենթադրել հանցագործություն է կատարում, կներեք, բայց անչափահաս երեխա ունենալը անձեռնմխելիություն չէ որևէ մեկի համար։ Պայմաններով գիշերով տանել հեռախոսը ձեռքից վերցնել։ Ես պայմանների մասին չգիտեմ, բայց այդ հարցը կարող եք բարձրացնել Վարդյակացնող մարմնի գործողությունների իրավաչափության համատեքստում։ Ես միշտ այն կանխավարկածով եմ առաջնորդվում եւ հույս ունեմ, որ մեր հարգելի իրավապահ առաջնորդվում են օրենքի շրջանակներում իրենց վերապահված լիազորությունների իրականացմամբ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։